Իհարկե առաջարկվող փոփոխությունը բացառապես տեխնիկական է, բայց տեխնիկական այդ առաջարկվող փոփոխությունը ինքը շատ ցայտուն բացահայտում է ընդհանրապես մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ։ Երեք խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Հերթական անգամ այս կառավարությունը ձևեց կոնկրետ մարդկանց վրա այն նախարարությունները, ովքեր այսպես ակնհայտ էր, որ պիտի դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, ճակերտավոր մնացին նախարարություն, հարաբերականորեն անտերները վերաձևեցին կոմիտեների, հերթական շտոպկան Կարուձևը տեղի ունեցավ, հերթական խումբ մարդկանց վրա, գոնե այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարության վրա ձևում էին կոալիցիոն հուշագրի համաձայն, կարևորը որակը չէ, կարևորը քանակն է եւ կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է թե չէ, կարա լողի չեմպիոններ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն, նախորդ անգամ բացահայտ ասեցին, որ այո, սա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է շտոպկան, կառավարության հերթական Կարուձևը, այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասեցին այդպես է պետք, հերթական շտոպկան ենք անում։ Հիմա այս հերթական փոփոխությունը իմ գործընկերը պատահական չհարցրեց, կարող է վաղն էլ նորից միաձուլվեք, բերեք նոր վերանայումներ անեք եւ ի վերջո, եթե այդքան սկզբունքային է ձեզ համար, որ արդարությունը վերականգնվի վարձատրության պետնախագահ եւ տեղակալների բալային սանդղակների հաշվով, այդ դեպքում ինչի՞ չեք ուզում արդարությունը վերականգնել նաեւ, այո, հրաժարվելով 10% այդ հավելավճարներից։ Այդ դեպքում դրանից հրաժարվեք, որ հավասար դաշտում լինեք, արդարության այսպես ճիճնել, պահպանվի։ Գիտեք, այո, այս տեխնիկական նախագծերի տակ ընդհանուր արատավոր փիլիսոփայությունն է, որ երևում է, ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով եւ վաղներ, երբ որ կլինի նոր կառավարություն, բնականաբար խորհրդարանը հերթական Կարուձևին, իդեմս մեծամասնության հերթական շտոպկային կքվյարկի կողմ նոր կառավարության եւ նոր անձերի վրա հարմարեցնելով հերթական նախարարական պաշտոնները եւ պրոֆեսիոնալիզմը, չգիտեմ, օպտիմալ կառավարումը, հանկարծ այդ բաներից չխոսեք, որտեղ դա բացարձակապես այստեղ կապ չունի, կա քաղաքական նպատակահարմարություն, կան անձիկ, որոնք տեր ունեն եւ որոնք մնացին կառավարությունում եւ կան այսպես անտերներ ճակերտավոր, ում կարելի էր փուրը տալ եւ այսպես նոր համաձայնությունները քաղաքական վերաձևավորել նոր դեմքով։ Ես այստեղ իսկապես բովանդակային որևէ այս 2-3 օրը տեղի չի ունենում, զուտ նպատակահարմարությունից պահի րոպեի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարվում են ինչ-ինչ փոփոխություններ, ինչ-ինչ Կարուձևեր։ Եվ ելի եմ կրկնում, ձեր ներկայացրած նախագիծը մեծ առումով, բովանդակային առումով, այո, ինքը տեխնիկական է, բայց երբ որ խորանում ենք նախագծի մեջ, այո, որևէ երաշխիք չկա, որ վաղը մեկ այլ նոր կառավարություն քաղաքական նպատակահարմարությունից կամ իր մերձավորներին վերադասավորելու ուրեմն տեսանկյունից ելնելով չի որոշի նորից միաձուլել, հետո նորից բաժանել եւ դրանից կառաջանա հերթական մեխանիկական եւ տեխնիկական անհրաժեշտությունը հերթական փոփոխությունը կատարելու օրենքում։ Շնորհակալություն։ Միքայել Մելքումյան